Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի պահ ինտերնետը անջատվում է եւ մարդը հայտնվում է հիստերիկ վիճակում, տագնապայնություն, խուճապ։ Մի օր դուրս է եկել փողոց, ուզում է ինչ-որ մեկի հետ սուրճ խմի, եւ մեկը չկա, որի հետ սուրճ խմի, բայց ինքը կարող է միլիոններով հետևորդներ ունենալ։ Համացանցը ինչպես լիքը դրական կողմեր ունի, բայց նաեւ ցավի աղբյուր կարող է լինել, եթե անձը դրան պատրաստ չէ։ Տղամարդը ասում է, ինչ եմ արել։ Ինչ եմ արել։ Լայքել եմ։ Ընդամենը նկարներ եմ լայքել, ինչ եմ արել։ Հա, ինչ կա։ Բայց կնոջ համար դա իսկապես տառապանք է։ Աղջիկները հաճախ հիասթափվում են, որտեղ իրենք մտածում են, որ մենք այսքան ժամանակ շփվում ենք, երևի արդեն ինքը լուրջ նպատակներ ունի, բայց տղամարդը ուղակի հանդիպման է եկել սեռական պահանջմունքները բավարարելու համար։ Լեզուն կարող է դառնալ շատ կտրուկ, շատ թունավոր եւ լեզուն արդեն դառնում է ոչ թե հաղորդակցության միջոց, այլ ցավացնելու, ծակելու, հա, ես վատ եմ, դու էլ վատ եղիր։ Ողջույն սիրելի հետևորդներ, Fast Info-ի տաղավարում ինչպես որ կա հաղորդաշարն է։ Միայնությունը բնորոշ է եղել մարդկությանը իր պատմության ողջ ընթացքում։ Միայնությունը դիպչում է բոլոր մարդկանց։ Միայնությունը մի փոքր իր ենթաձևերը կարծես թե փոխել է վերջին տասնամյակի ընթացքում, երբ հայտնվեց եւ ոչ միայն հայտնվեց, այլ հաստատվեց համացանցը մեր բոլորի կյանքում։ Վերջին տասնամյակում համացանցը միավորել է ահռելի թվով մարդկանց։ Եվ այս պարագայում ինչպիսին են մարդու, համացանցի եւ միայնության փոխհարաբերությունները։ Այս եւ ոչ միայն այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք հոգեթերապևտ Անի Բարսեղյանի հետ։ Ողջույն Անի, Ողջույն։ Ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես առաջին հարցը։ Մարդկությունը, հայերը, չգիտեմ, ասորիները, բոլոր ազգերը ինչ որ առումով ընդհանրություն ունեն։ Բոլոր մարդիկ ձգտում են իրենց միայնությունը, այսպես ասած, կոտրել համացանցի միջոցով։ Համացանցը այս ժամանակաշրջանում մի կողմից լավ հնարավորություն է, մյուս կողմից կարծես թե ինչ-որ ռիսկեր է պարունակում։ Ընդհանուր առմամբ համացանցը ինչպիսի դեղամիջոց է միայնությունը կոտրելու համար։ Շատ հետաքրքիր եւ ակտուալ հարց է, որովհետեւ այո, մեր օրերում համացանցը շատ լավ կարող է շեղել մարդուն, բուն իր բազային պահանջմունքներից եւ ստեղծել այդ պատրանքը կարծես, որ իմ պահանջմունքները բավարարվում են այստեղ համացանցի ներսում, կլինի դա Instagram, Facebook, TikTok, անձը կարծես այդ սոցցանցերում կարողանում է շփվել, ձեռք բերել ընկերներ, ստանալ իր գործողությունների համար հետադարձ կապ եւ ինքն իրեն զգալ լսված, ընդունված, նկատված, որը մարդու համար բավականին բազային պահանջմունքներ են։ Բայց թե իրականում սա երկարաժամկետի մեջ ինչքանով է ռիսկեր պարունակում, սա արդեն մեզ մտածելու տեղիք է տալիս, որովհետև այո, առաջին հայացքից կարողանում է համացանցը այդ գործառույթը իրականացնել, բայց եթե անձը իրական կյանքում չի կարողանում ստեղծել նաև այլ ընտրանքներ, շատ լուրջ հետևանքներ ենք մենք հետո ունենում։ Եվ այստեղից բխում է մեր հաջորդ հարցը, որը ավելի շատ կապված է նամակագրություններին։ Մենք բոլորս էլ առնչվել ենք այդ խնդրին, որ կարծես թե կախվածություն է մեզ մոտ առաջանում ինչ-որ փուլում նամակագրություններից։ Մենք ինչ-որ ժամի սպասում ենք կոնկրետ մարդու, կոնկրետ գրառումների, ավելի շատ ոչ թե գրառումների, այլ նամակների։ Եվ երբ որ այդ նամակը չենք ստանում, մեզ մոտ սկսվում է տագնապ, մեզ մոտ սկսում է նույնիսկ շատ ծանր հոգեվիճակ, որովհետև մենք պարզապես ինչ-որ ժամի ակնկալում ենք այդ մարդու ներկայությունը եւ նամակը, եւ երբ որ դա չի լինում, մեզ մոտ առաջանում է բարդ հոգեվիճակ։ Ընդհանուր առմամբ նմանատիպ կախվածությունները նամակագրություններից կարող է առաջացնել օրինակ հոգեբանական խնդիրներ, այսինքն ուղղակի սովորական տագնապը փոխարինվի այնպիսի խնդրով, որ արդեն հոգեբանական խնդիր լինի, եւ եթե առաջանում են նման բան, ինչպես կարելի է աջակցել այդպիսի մարդկանց։ Այո, անշուշտ մենք ունենք այդ ռիսկը, որովհետև համացանցը ինքը իրենով ձևավորում է կախյալություն անձի մոտ, որովհետև համացանցի ներսում նույն այդ նամակագրության process-ը, նույն այդ լենտան անդադ թերթելը, սպասել լայքերի, վյուերի, կոմենտարիաների կամ նամակների, ինչպես դուք ասեցիք, մարդու մոտ կարծես ստեղծում է անընդհատ այդ չավարտվող գործողության հոգեվիճակը, որ կա մի բան, որ դեռ ինձ սպասվում է, կա մի բան, որ առջևում դեռ պետք է լինի, եւ ստացվում է, որ դու անընդհատ չես ուզում մի կողմ թողնել հեռախոսը, անդադ ինչ որ բանի սպասում ես, եւ սա երբեմն կարող է բերել հենց անքնության,
կան մարդիկ, որոնք ամբողջ գիշեր այսպես հեռախոսը ձեռքին ինչ որ բանի են սպասում, կամ փորձում են հետևել լուրերին, փորձում են հետևել իրադարձություններին, որտեղ մի պահ, երբ որ իրենք էջում չեն, սայտում չեն, մտածում են, որ ես ինչ-որ բան բաց թողեցի, ես մնացի անտեղյակ, իմ շուրջը ինչ-որ բան կատարվեց, կամ իմ սիրելի, իմ ցանկալի մտերիմ մեկը կարա ինչ-որ բան գրի, ես ուշ արձագանքեմ եւ ինքը իր արշինով է չափում, հա, որ եթե ինձ ուշ են արձագանքում, ես ինչքան եմ տխրում, տեղում լինեմ, որ հենց գրեց, ես միանգամից արձագանքեմ, որ հանկարծ ինքը ինձ սխալ չհասկանա, գրի ժամերով սպասի ու մտածի, որ ես անուշադիր եմ, մտածի այսպես, այնպես, այսինքն այո, կարող է սա բերել հոգեբանական խնդիրների, նմանօրինակ կապը սոցցանցերի մեջ, սոցցանցերում հարատև բերում է կախվածության, բերում է դեպրեսիվ հոգեվիճակի, բերում է լարվածություն, տագնապայնություն, բերում է հուզական սպառման, որովհետև եթե մենք խոսում ենք հոգեբանական խնդիրներից, մենք պետք է հասկանանք, որ համացանցը ինքը իրանով այդ էջերը իրենք շատ հարուստ են մեզ համար դոֆամինային պարգևատրումներով։ Պատկերացրեք, դա մի վայր է, որտեղ դու անընդհատ ստանում ես նոր ինֆորմացիաներ, հետաքրքիր իրադարձություններ, նկարներ, գույներ, այո, միշտ կա քո շուրջը ինչ-որ ակտիվություն, եւ մենք գիտենք, որ դոֆամինը դա այն հաճույքի հորմոնն է, որը ստանալով մարդը իրեն լավ է զգում, գոհ է զգում, բավարարված է զգում, եւ ցանկացած նման նոր ինֆորմացիա, նոր նկար, նոր երաժշտություն, նոր հետաքրքիր տեսահոլովակ դոֆամինային մի պարգև է, եւ անձը կարծես ուզում է մի կողմ դնի հեռախոսը, բայց ուղեղը իրան ասում է սպասի, կարող է հեսա մի նոր բան ստանաս, եւ ստացվում է, որ նորից մեր ուղեղը իր համար այդ դոֆամինային հոսքը ստանում է դրսից, ստանում է համացանցից, եւ հենց այսպես ստեղծվում է կախվածություն, առաջանում է անձի մոտ կախվածություն, ինչպես թմրադեղերի պարագայում, խաղամոլության պարագայում, այսինքն մեր ուղեղը սկսում է ակնկալել դոֆամինը հենց նմանօրինակ վարքի ձևերից, համացանցային մեր գործունեություններից եւ անձը շատ երկար ժամ է տալիս դրան, հյուծվում է հուզականորեն եւ սրա վտանգը ինչն է, Լիզա, որ անձը ժամանակի ընթացքում հայտնվում է մեկ ուրիշ բևեռում, իրեն այլևս ոչինչ սկսում է չհետաքրքրել։ Այսինքն կյանքը իրական դառնում է անգույն։ Իրական կյանքը նախ, իրական կյանքը իր համար կարող է դառնալ ձանձրալի, անհետաքրքիր, անհույզ, որտեղ ինքը դոֆամինը չի ստացել իրական կյանքից, ստացել է վիրտուալ հատվածից։ Բայց վտանգը նաև այն է, որ հուզական սպառման ժամանակ նույն այդ վիրտուալ դաշտի իրադարձությունները կարող են անձին այլևս ոչինչ չտալ, որտեղ մեր ուղեղը միշտ դոֆամինի նոր քանակություն է սկսում պահանջել, ավելի մեծ չափաբաժիններով է ցանկանում։ Եվ մեկ էլ տեսնում ենք անձը կարող է միանգամից կտրուկ անհայտանա սոցցանցերից։ Դա էլ է դրսևորում, դա էլ է վարք, կամ հայտնվի շատ ծանր հոգեվիճակում, դեպրեսիվություն, լարվածություն, ագրեսիա, օրինակ մի պահ ինտերնետը անջատվում է եւ մարդը հայտնվում է հիստերիկ վիճակում, տագնապայնություն, խուճապ, ինտերնետը չկա, ինչ պիտի անեմ, ու իր մտքում ենթագիտակցաբար կամ գիտակցաբար, հա, կամ միտք, որ ես ինչ որ կարևոր մի բան բաց եմ թողում հիմա։ Արդյունքում ստացվում է համացանցը ամենաշատ սպառվող պրոդուկտն է։ Այո, որը մարդը կարող է սնունդ չունենալ, հագուստ չունենալ, բայց ինտերնետ անպայման պետք է ձեռք բերի։ Ստացվում է, որ ինքը, այո, նաև մեզ համար ինչպես հաճույքի աղբյուր է, նաև ցավի աղբյուր է դառնում ժամանակի հետ, եթե մենք չկառավարենք։ Իսկ այդ ցավը երբ որ առաջացավ, ինչպես կարող ենք աջակցել մարդուն, որպեսզի նախ չհասնի այդ կետին, երկրորդն էլ եթե արդեն իսկ հայտնվել է, որ մարդը կոտրվել է այս իրավիճակում, ինչպես կարելի է նրան վեր բարձրացնել այդ ամեն ինչից։ Դրա համար պետք է մասնագետի աջակցություն, թե նույնիսկ տան անդամները կարող են աջակցել ընտանիքի մյուս անդամին դուրս գալ այդ իրավիճակից։ Միջև դիմել մեկ այլ անձին, նախ անձը ինքն իր ռեսուրսներով պետք է փորձի ինքն իրեն հասկանալ, բերել ինքնագիտակցության ինքն իրեն։ Նախ երբ որ մարդը իր ձեռքն է վերցնում հեռախոսը, պետք է փորձի ինքն իրեն հարց տալ. Ինչ եմ հիմա ես այստեղ փորձում անել։ Ճիշտ ինչ պահանջմունք եմ փորձում բավարարել։ Գուցե փորձում եմ այս պահին շեղել ինձ միայնակության զգացումից, որտեվ անձը իրեն կարող է շատ միայնակ զգալ եւ համացանցը ինքը իրենով կարող է շեղել իրեն այդ զգացումից, կամ փորձում եմ շեղել ինձ ձանձրույթից, ես հիմա ինձ շատ ձանձրալի եմ զգում, անհետաքրքիր է ինձ համար, այդ պահանջմունքն եմ բավարարում։ Գուցե ես ունեմ ներքին լարվածություն եւ տագնապայնություն եւ համացանցի օգնությամբ ես իջեցնում եմ իմ տագնապայնության մակարդակը։ Այսինքն գուցե սա ինձ համար կպչուն գործողություն է, որ ես ուղղակի առանց ինքս ինձ հաշիվ տալու մեխանիկորեն դա անում եմ։ Գուցե սա ուղղակի ժամանակ սպանելու միջոց է։ Այսինքն անձը պետք է ինքն իրեն հաշիվ տալ, ինչու եմ անում այն, ինչ որ անում եմ։
Ճիշտ ինչու եմ ես այսքան ժամանակ անցկացնում համացանցում։ Նախ հասկանալ իր շարժառիթը, մոտիվը։ Դրանից հետո արդեն անձը կարող է ինքն իրեն օգնել, որտեղ հաճախ գուցե հասկանա, որ այն ինչ որ ուզում է անել համացանցի միջոցով, իրականում դա սխալ տեղում է փնտրում այն ինչ որ փնտրում է։ Հա, եւ ուղի ճիշտ դաշտ իր գործողությունները, որովհետեւ անձը եթե օրինակ ինքը փորձում է նույն միայնակության մասին, եթե խոսենք, իր միայնակության պահանջմունքը բավարարել համացանցում, ինքը կարող է fake պատրանք ստեղծել, որ ես շատ ընկերներ ունեմ, շատ լայքեր կան, կոմենտներ կան, որով անձը իրեն լսված, գնահատված, իր աշխատանքը նկատված ու գնահատված է զգում, բայց իրականում այդ հարաբերությունները շատ մակերեսային բնույթ են կրում։ Այդտեղ չկա այդ խորությունը, ջերմությունը, չկա հետադարձ կապը, գրկախառնություն, ոչ վերբալ այդ հպումները, աչքի հայացքը, ձայնի տոնայնությունը, որից անձը հետագայում կարող է շատ ավելի խորը դեպրեսիվության մեջ հայտնվել։ Այսինքն հասկանալ, եթե ես միայնակության խնդիր եմ լուծում եւ ես կարծում եմ, որ այստեղի իմ այս հարաբերությամբ ես այդ խնդիրը լուծում եմ, միթե սա իրական է, թե ես ինքնախաբերությամբ եմ զբաղվում։ Իսկ եթե պարզվի, որ այդուհանդերձ դա այդ ոչ իրական հարթակում, վիրտուալ հարթակում ձեռք բերված ընկերների զանգվածը օրինակ, որքան էլ որ մարդը գիտակցում է, որ իրական չէ եւ իրական շփում ու իրական ջերմություն չկա, բայց միևնույն ժամանակ դրա մեջ հարմարավետություն կա։ Դա եւս իր մեջ վտանգ է պարունակում, այսինքն երբ որ մարդու համար նորմալ դառնա այն հանգամանքը, որ իր ընկերները բացառապես պիտի լինեն on-line տիրույթում։ Կարճաժամկետ եթե դիտարկենք, կարող է ինչ որ մի ժամանակաշրջանում դա իրեն լավ լինի, օգուտ լինի։ Օրինակ հաճախ են մարդիկ նշում, որ իրենք շատ հաճելի են իրեն զգում համացանցում, անգամ կան մարդիկ, որոնք իրենց խանգարում են, նույն կինը կարա ասի ամուսինս ինձ խանգարում է, ուզում եմ ինքը գնա իր գործերին իր հեռուստացույցի մոտ կամ ինքն իր հեռախոսի մոտ, ես իմ հեռախոսը առնեմ, մտնեմ իմ սենյակ։ Մարդը ինքը իրեն լավ է զգում իր հեռախոսի մեջ։ Այսինքն այո, դա կարող է ինչ-որ ժամանակահատվածում օգտակար լինել, հաճելի լինել, հանգիստ է, ինքը տեղ մտնում է, հանգստանում է, ում հետ ուզում շփվում է, անգամ անձը կարող է ինքը ընտրել, հա, չգիտեմ, ուզում է հետևել քաղաքական խմբի, քաղաքականության խումբ է գտնում, ուզում է կրոնական խմբի հետևել, իրեն հարմար խումբ է գտնում, փիլիսոփայություն, գիտություն, կրթություն, արվեստ, անձը իրեն համապատասխան խումբ է գտնում հարաբերությունների, բայց երկարաժամկետի մեջ սա վտանգավոր է, որովհետև անձը կտրվում է իրական կյանքից։ Իրական կյանքում կարող է մի օր բացահայտել ինքը, որ ոչինչ չունի։ Մի օր դուրս է եկել փողոց, ուզում է ինչ-որ մեկի հետ սուրճ խմի, եւ մեկը չկա, որի հետ սուրճ խմի, բայց ինքը կարող է միլիոններով հետևորդներ ունենալ։ Այսինքն դուք հարց ուղեցիք, հա, ինչպես օգնել, ինչպես ուղեկցել։ Անձը պետք է իրական կյանքից փորձի չկտրվել, այդ բալանսը պետք է պահել։ Իսկ կան որոշակի տարիքային խմբեր, որոնք չունեն այդ ռեսուրսը բալանսը պահելու։ Նույն դեռահասների մոտ դա շատ դժվար է վերահսկել։ Իրենք կարող են ամբողջ օրը անցկացնել համացանցում եւ իրական կյանքում իրանք սենյակից դուրս չեն գալիս ժամերով։ Իրական կյանքում իրենք ոչինչ չունեն։ Եվ սա մտահոգիչ է։ Այո, ներկայիս դեռահասները վստահաբար շատ տարբերվում են մեր ժամանակաշրջանի դեռահասներից, որովհետև շատ դեպքերում կարող է հյուր գնալ եւ նրանք իրենց սենյակից անգամ դուրս չգան բարևելու հյուրին, որովհետև հարմարավետ զոնա է։ Իսկ այդ հարմարավետ զոնան ընդհանրապես վիրտուալ տիրույթն է։ Այո, իրականում դեռահասի սենյակից դուրս չգալը դա տարիքային դրսևորումներից է բխում, դա նորմա է, այո, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ նույն այդ դեռահասը ամեն ինչ փորձում է կառուցել վիրտուալ աշխարհում եւ իրականում ոչինչ չունի, սա մտահոգիչ է։ Որտեւ հետագայում նույն այդ հուզական այրումը, որից ես խոսեցի, իր հետ բերում է շատ լուրջ սոմատիկ խնդիրներ, հա, անձը կարող է գլխացավեր ունենալ, սրտխառնոց ունենալ, տարբեր, չգիտեմ, ճարպակալման խնդիրներ ունենալ, որովհետեւ ամբողջ օրը անձը դրա մեջ է։ Երեխաների պարագայում, որ այդ տարիքում իրենց մարմինն է ձևավորվում, հա, իրենք պիտի շարժվեն, պիտի մարզվեն, պիտի քայլեն եւ սպորտաձևերի գնան, իրենց ոչինչ չի հետաքրքրում, որովհետև իրենք մեծ դոֆամինային քանակություն ստանում են համացանցից, այդ վիրտուալ կյանքից, այդ խաղերից, իսկ իրական կյանքում ինչ դոֆամին, ասենք զբոսանքը ինչ կարող է իրեն տալ։ Բայց խաղալ համակարգչային մի հետաքրքիր խաղ կարող է իր համար դոֆամինի մեծ հոսք լինի, որից ինքը այնպեսի բավարարվածություն ստանա, դե արի այդ երեխային ասա հեռախոսը դիր, արի մենք սեղանի խաղ խաղանք։ Ժամանակին մարդիկ ընտրում էին միասին, նախաճաշում էին միասին, ուրախ զվարթ զրուցելով, ինչ որ բան պատմելով, իրար հետ կիսվելով։ Հիմա նույնիսկ եթե հաջողվում է բոլոր ընտանիքի անդամներին հավաքել սեղանի շուրջ, յուրաքանչյուրը իր device-ի առջև է, ամեն մեկը իր աշխարհում։
Հիմա դուրս է գալիս համացանցը մի կողմից միավորում է մարդկանց որոշակի խմբերի մեջ, մյուս կողմից բոլորից փախչում են, առանձնանում են եւ մեկուսանում։ Այո։ Եվ այդ իրավիճակը կառավարելու համար ինչ-որ մեխանիզմներ կան, թե չէ։ Կան, անշուշտ կան մեխանիզմներ, ինչպես քիչ առաջ նշեցի, ինքնագիտակցության մակարդակը պետք է անձի մոտ բարձրացնել, հա, ես ինչ պահանջմունք եմ բավարարում համացանցում։ Կարող է դա իր համար աշխատանք լինել, բայց կարող է պարզապես ժամանակ սպանելու վայր լինել։ Կարող է պարզապես իր իրական անհաջողություններից իրեն շեղելու դաշտ լինել։ Երբեմն համացանցը անձի մոտ նաև բերում է այդ համեմատության զգացումը, որը նաև շատ վտանգավոր է։ Անձը նայում է այդ կատարյալ իդեալական նկարները, շքեղ, հաջողված կյանքի, այդտեղի միջոցով տեսնում է այդ հաջողված կյանքերը, ձեռքբերումները եւ մարդիկ կան այնքան հմտորեն են ներկայացնում այդ ամբողջը, հա, մի փոքրիկ հաջողություն այնպիսի շքեղ ձևով են ներկայացնում եւ անձի մոտ կարա միտք գա, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ է, իսկ իմ մոտ ոչ, ես ձախողակ եմ։ Ինձ ոչ մեկ չի նկատում, անավանդ եթե ինքը ինչ-որ բան է տեղադրում եւ ասենք ստանում է 7 լայք, լավագույն դեպքում կարա այդ նյութը կարա 14 ժամ, 20 ժամ դրված լինի եւ 4 հատ լայքից ավել չլինի եւ սովորաբար համացանցի տիրույթում մարդը այդպիսի հետադարձ կապերով է եզրակացություններ անում, ինձ նկատում են թե ոչ, ինձ հավանություն տալիս են թե ոչ, եթե կոմենտ դրեցին, նշանակում է արձագանքում են, լայք դրեցին, հավանում են եւ անձի մոտ այդ համեմատությունն է, հա, իմ կյանքը, մյուսի կյանքը, ինչ ես ունեմ, ինչ իրենք ունեն։ Վայ, ես ինչ ստվերում եմ, որ քիչ էին իմ սրտիկները եւ լայքերը։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Շատ տարածված է նաեւ բուլինգը համացանցի տիրույթում, հա, այդ կիբերբուլինգ կոչվածն է, հենց այդպես է կոչվում, որ թունավորում են մարդկանց կոմենտներով եւ մի քիչ անկայուն հուզականությամբ տագնապային մարդիկ դեռահասները այս տիրույթում իրենք իսկապես զոհ են դառնում։ Ինչ որ մեկը կարող է իր անտակտ կոմենտով թունավորել այդ ամբողջ մարդու հոգեկանը, ուղղակի գրելով օրինակ այսինչ հիմար աշխատանք է։ Մարդը երգ է գրել, ձայնագրել է, դրել է, ու մեկը գրում է, այս ինչ անտաղանդ կատարում էր օրինակ, հա, եւ անձը կարող է չդիմանալ դրան։ Այսինքն նաև շատ վտանգավոր է ինչ է անում քեզ այդ համացանցը, արդյոք դու պատրաստ ես համացանցում կատարվող այդ հարձակումներին, այդ կոմենտներին, բայց միևնույն ժամանակ անձը իր կյանքը կառուցում է դրա շուրջ։ Այսինքն նորից եմ նշում, համացանցը ինչպես լիքը դրական կողմեր ունի, բայց նաև ցավի աղբյուր կարող է լինել, եթե անձը դրան պատրաստ չէ։ Ցավի աղբյուր համացանցը մարդկանց օգնում է ծանոթանալ միմյանց հետ եւ ցավի աղբյուր համացանցի միջոցով մարդիկ անծանոթների հետ շատ ավելի հեշտ են շփվում, ստացվում է, որ բավականին հարմար տարբերակ է ինքը, եթե դու օրինակ ունես որոշակի կոմպլեքսներ կապված քո արտաքինի հետ կամ, չգիտեմ, կրթական ցենզի հետ, դու համացանցում շատ ավելի համարձակ ես, շատ ավելի հեշտ կարողանում ես կոնտակտ հաստատել ինչ-որ մարդկանց հետ եւ բավականին հարմարավետ, այսպես ասած, զոնա ստեղծել։ Մարդիկ, ովքեր որ սկսում են, այսպես ասած, ընկղմվել այդ on-line տիրույթում շփումների մեջ, որոշակի վտանգի առաջ չեն, որ այդպես էլ չեն կարողանա դուրս գալ on-line տիրույթից եւ իրական դաշտում օրինակ շփվել մարդկանց հետ։ Այդ տեսակ մարդկանց համար ինչ վտանգներ կա։ Այն բոլոր նշած վտանգները սպառնում են նաև նմանօրինակ մարդկանց, ովքեր կմխրճվեն ու կմնան այդտեղ։ Իհարկե նորից եմ ասում, որոշ խնդիրներ արդեն կարմիր դրոշակներ են, որոնք ի վերջո կպահանջեն, որ անձը ուշադրություն դարձնի այդ խնդիրներին, ինչպես ասացի արդեն ֆիզիկական ցավեր, հուզական վիճակներ եւ այլն, բայց նաև անձը կարող է սպանել իր կյանքն ու ժամանակը, որը երևի շատ վտանգավոր է նաև։ Անձը կարող է հասկանալ, որ ինքը համացանցում անցկացրեց իր կյանքի լավագույն տարիները, ոչ ինստիտուտ սովորեց, ոչ աշխատանքի ընդունվեց, ոչ ամուսնացավ, ոչ երեխաներ ունեցավ, ոչ գործունեություն ծավալեց, որովհետև ինքը վատնեց այդտեղ իր կյանքի լավագույն տարիները հետևելով ուրիշների կյանքին։ Մարդկանց, ովքեր արդեն ինչ-որ բան ունեն, իսկ դու ինչ ունես, որ ամբողջ օրը նստած նայում ես, թե օրինակ այսինչ դերասանը, այսինչ, չգիտեմ, բլոգերը ինչ-որ բան է անում, ինքը անում է այն, ինչին հասել է, դու ինչի ես հասել։ Այո, անձը կարող է մնալ այդտեղ եւ կորցնել իր կյանքի լավագույն տարիները, ցավոք։ Ես շատ եմ նկատել վերջին տարիներին, որ երիտասարդները, ովքեր շփվում են միմյանց հետ, մեր սերնդին բնորոշ համարձակությունը չունեն։ Օրինակ, երբ որ իմ տարիքի երիտասարդ տղաների մասին եմ ասում, կամ գուցե ոչ երիտասարդ տղաների, արդեն տղամարդկանց, նրանք երբ որ սիրահարվում էին ժամանակին,
իրենց համար շատ կարճ ժամանակ էր պետք, որ ռիսկը հավաքեին եւ աղջկան հրավիրեին սուրճ խմելու։ Հիմա այդ սուրճ խմելու process-ը կարծես երբեք չի հասունանում։ Վիրտուալ սուրճի բաժակ կարող են ուղարկել, վայ, միասին սուրճ խմեինք։ Ծաղիկ ուղարկեին, այն դեպքում, որ իրական կյանքում պետք է ծաղիկ ուղարկեին։ Եվ ի վերջո ստացվում է այնպես, որ մարդը կարծես թե կորցնում է դիմացինի համար ինչ որ բան անելու պատրաստակամությունը եւ նախընտրում է բազմոցին նստած գործողությունների շարք։ Այո, այդ խնդիրը ինչ որ կերպ պետք է հաղթահարվի, թե չէ։ Այո, իմ կարծիքով մեր սերունդը այդքան դրան պատրաստ չէ, բայց եկող սերունդը շատ ավելի կպատկերացնի, թե ինչպես գոյատևել նմանօրինակ հարաբերություններում, որտեղ ինչ որ առումով մենք պետք է հասկանանք, որ դա այս ժամանակի ձևաչափն է, եւ եկող սերունդը ինչ որ առումով պատրաստ կլինի այդ ձևաչափով հարաբերվելու, բայց միևնույն ժամանակ պետք է փորձել պահել բալանսը։ Վերադառնալով մեր սերունդին, ովքեր այդ խնդրի մեջ են, համացանցը, ինչպես արդեն նշեցիք, շատ սոցիալական ֆոբիաներ, վախեր ունեցող մարդկանց համար հրաշալի տարբերակ է նորից, որովհետև իրական կյանքում իրենք չեն կարող այդքան ակտիվ խոսել։ Ես ունեմ այցելուներ, որոնք ընդհանրապես տնից դուրս չեն գալիս տարբեր հոգեբանական խնդիրների պատճառով, եւ նորից համացանցը ստեղծում է հնարավորություն, որ իրանք ամեն ինչ անեն չաթով։ Ամեն ինչ, ուղիղ իմաստով ամեն ինչ անել չաթով։ Բնականաբար դա նույնը չէ, ինչը որ իրական շփման ժամանակ անձը կարող էր ունենալ, որովհետև նորից եմ կրկնում, հա, այդ գրկախառնությունները, հպումները, այդ ոչ վերբալ հաղորդակցությունը մարդու համար շատ բազային պահանջմունքներ են, եւ ի վերջո դրանց պակասից մարդը նորից հայտնվել է հոգեբանական ընկճվածության մեջ։ Բայց միևնույն է, ինչ որ չափաբաժնով հիմա ես այցելու ունեմ, որ հոգեբանական խնդիր ունի, հիվանդություն ունի, օկայր կոչված, անձնային խանգարումների մեջ է այդ խնդիրը, 3 տարի է տանից դուրս չէր գալիս աղջիկը, եւ 3 տարի տանից դուրս չգալով համացանցով անգամ աշխատում էր, ընկերություններ անում, կապեր էր ստեղծում, սիրահարվում էր, ընկերություններ անում, ամեն ինչ։ Սիրահարվում էր, բաժանվում էր, դեպրեսիայի մեջ էր ընկնում եւ տարբեր բաներ։ Մի խոսքով համացանցով ամեն ինչ կարելի է անել, այո, բայց նորից վտանգավոր է, որտեղ դու չգիտես քո դիմացին ինչ խնդիրներ ունի։ Դու իրեն տեսնես իրական կյանքում, գուցե շատ լուրջ զարման կապրես, որովհետև դա կարող է լինել անձ, ով չի կարողանում անգամ ոտը շեմից դուրս դնել իր սենյակի, չեմ խոսում տան, իր սենյակից։ Այսինքն սա վտանգավոր է, դու կարող ես կապեր ստեղծել, սիրահարվել, կախվածության մեջ մտնել մի անձի հետ, մի անձից, ում չես ճանաչում, չգիտես ինքը իրական ինչ խնդիրներ ունի։ Եվ այստեղից դուրս է գալիս, որ առաջին իրական շփումը ավելի շատ հիասթափությունների կարող է բերել, հիացմունքի, երջանկության, էյֆորիայի։ Այո։ Սովորաբար հիմա մարդիկ շատ երկար համացանցում կարող են շփվել եւ հանդիպում նշանակել միայն արդեն սեռական իրենց պահանջմունքները բավարարելու համար։ Այսինքն մյուս բոլոր պահանջմունքները չաթով գրվելով, եւ արդեն հենց որ հանդիպում են, դե արդեն ոնց որ հանդիպենք, տեսնենք ինչ ենք անում, այլ է վտանգ։ Արդեն բուն գործողության ժամանակ։ Եվ ասեմ, որ աղջիկները հաճախ, ես աղջիկների տեսանկյունն եմ ներկայացնում, եթե տղաներից ինչ որ մեկը գիտի ավելին թող խոսի բնականաբար, աղջիկները հաճախ հիասթափվում են, որտեվ իրենք մտածում են, որ մենք այսքան ժամանակ շփվում, մենք երևի արդեն ինքը լուրջ նպատակներ ունի, բայց տղամարդը ուղակի հանդիպման ա եկել սեռական պահանջմունքները բավարարելու համար։ Եվ այդտեղ էլ աղջիկները երկար շփումից հետո հանդիպում են ու հասկանում են, որ դիմացինի միտքը այլ է, եւ այդտեղ նորից հուսահատության ու սահլքության մեջ են հայտնվում։ Այո, այսինքն մոտիվները հստակ չի, շարժառիթները դիմացինի հստակ չի, իր դիմացինը դուրս է եկել հանդիպման ուրիշ նպատակով, աղջիկը դուրս է եկել հանդիպման այլ նպատակով։ Այսինքն ստացվում է ինչ որ իմաստով տղամարդուն շատ ավելի հեշտ է գայթակղել աղջկան եւ տպավորություն, էյֆորիա ստեղծել, թե ես շատ լուրջ նպատակներով եմ շփվում հետ, իսկ իրական կյանքում մի քիչ այդ ամենը ավելի ակնառու գուցե լիներ իրական նպատակները փաստորեն։ Դե հա, իրական կյանքում շատ բան չես կարող քողարկել, էլի կարող ես, բայց բնականաբար երբ որ մենք շփվում ենք համացանցով, շատ ավելի հեշտ է լիքը բան քողարկել, բայց համենայն դեպս եթե խոսենք աղջիկների եւ տղաների անձնային տարբերություններից, աղջիկները շատ ավելի էմոցիոնալ են, շատ ավելի հուզական են, այսպես մի քանի էմոցիոնալ խոսք եւ ամբողջ իրենց ներաշխարհը արդեն բաց է ընդունելու դիմացինին։ Տղաների մոտ քանի որ ռացիոնալ դաշտը կոգնիտիվ
նարատիվը ավելի առաջատար է, մի քիչ իրենք ավելի կայուն են նման օրինակ հարցերում եւ հարաբերություններում։ Նույնիսկ եթե խոսենք միայնակության հարցից, կանայք շատ ավելի կարիք ունեն, հա, այդ շփման, այդ աֆիլիատիվ կոչվող հարաբերությունը, հա, պատկանելիությունը, որ ես պատկանում եմ ինչ-որ խմբի, պատկանում եմ ինչ-որ մարդու, ինչ-որ մեկի կեսնեմ, հա, իսկ տղամարդու համար այսպես կարա դա այդքան առաջատար չլինի։ Տղամարդու էությունը մի քիչ կարծես թե տարբերվում է կնոջից, այսինքն այդ պատկանելիության հարցը կա։ Կնոջը շատ ավելի հաճելի է զգալ, որ ընտրեց ինչ-որ մեկին եւ այդ ինչ-որ մեկի սեփականությունն է ինչ-որ իմաստով, իսկ տղամարդու մոտ կարծես թե այս իրավիճակը մի քիչ ավելի շատ հարմարավետություն է ստեղծում այն իմաստով, որ տղամարդը միշտ ձգտում է, այսպես ասած, մի քանի աղբյուրից ջուր խմել, այսինքն ստեղծվել է իր համար այդ շանսը, որ նույնիսկ եթե ամուսնացած է, համացանցով շփվի մի քանի այլ աղջիկների կանանց հետ, միևնույն ժամանակ եւ նրանք չիմանան, որ ինքը ամուսնացած է, եւ կինը այստեղ նստած տեղյակ չլինի, նա աշխատանքային process-ի մեջ է, դե շփվում է աղջիկների հետ։ Այո, իհարկե ես կվախենամ ընդհանրացնելուց, պետք չի ընդհանրացնել, անշուշտ ոչ բոլոր տղամարդիկ, բայց դա շատ ակտուալ եւ տարածված խնդիր է, որ անձը հենց իր կնոջ կողքին նստած կարող է շփվել իր գործընկերուհու հետ, գործընկերոջ հետ եւ իր զուգընկերոջ մտքով անգամ չանցնի, որ իր կողակիցը հուզական կապվածության մեջ է մեկ այլ անձի հետ եւ այստեղ կա նամակագրություն, իրար ժամ տալ եւ այլն, նույն դավաճանության ֆորմատը ձևաչափը այս վերջերս մենք շատ նկատում ենք, որ արդեն վերափոխվել է, որտեվ եթե ինչ որ ժամանակ մենք դավաճանություն կարող էինք համարել ֆիզիկական, սեռական այդ ակտը, այսօր նույն այդ համացանցով երկարատև շփումը ինչ որ մեկի համար կարող է շատ վիրավորական լինել եւ հենց դիտվել, ընկալվել որպես դավաճանություն։ Այսինքն ես դեպքեր գիտեմ անգամ, որ կինը ամուսնու հեռախոսի մեջ տեսել էր, որ հենց կոնկրետ այդ աղջիկը կոնկրետ իր համար տեսահոլովակներ է նկարում ուղարկում, այսինքն պատվերով, հա, ես չեմ ուզում նայել ընդհանուր բոլորի համար համացանցում տեղադրված նյութեր, ես ուզում եմ դու ինձ համար կոնկրետ ուղարկես։ Եվ հետաքրքիր ձևաչափ է, որին մենք նոր ենք ծանոթանում, բայց զույգերի հարաբերություններում այս ամենը շատ ցավագին կարող են լինել եւ նույնիսկ բաժանման պատճառ դառնալ։ Որովհետև այնուամենայնիվ հուզական կապը խզվեց կնոջ եւ տղամարդու միջև, հայտնվեց մեկ այլ անձնավորություն։ Կարա ակտ տեղի չունենա, ֆիզիկական ոչ մի գործողություն չկա, բայց համացանցի մակարդակում, սոցիալական ցանցերի մակարդակում շատ ակտիվ ներգրավվածություն։ Իսկ կարող են լինել դեպքեր, որ ֆիզիկական շփում չկա, ասենք ինչ որ մի աղջկա հետ, կա օրինակ վիրտուալ սեքսի տարբերակ, որի արդյունքում ինքը սկսում է հեռանալ իր կնոջից եւ այն բուն գործողությունը, որ իր կնոջ հետ պետք է աներ, դա իր համար դառնում է շատ ավելի ոչ հետաքրքիր, ոչ ցանկալի, քան այն ինչ որ առաջ։ Այո, ես թերապևտիկ դաշտում հենց այդպիսի այցելուներ շատ եմ ունենում, որ կինը կամ տղամարդը ուղղակի բացահայտում է, որ իր զուգընկերոջ կյանքում կա ուրիշ անձ, որին իրական կյանքում երբեք չի տեսել այդ անձը, բայց իրենք ինտենսիվ շփվում են տարիներով, գրվում են, զանգում են իրար, նկարներ, վիդեոներ են ուղարկում, տարբեր բաներ են անում իրար հետ, շատ տարածված է։ Եվ ասեմ, որ այստեղ զույգի այն կողմը, ով որ իրեն համարում է դավաճանված, իսկապես շատ լուրջ տառապում է։ Մի կողմից նայում ես, մեջտեղը բան չկա։ Մյուս կողմից այնքան բան կա։ Փաստացի որ վերցնենք, այսինքն եթե բաժանության հասնի, դատական process-ի հասնի, կինը կարող է ասել օրինակ կամ հակառակը, ուղղակի կնոջ վրա եմ օրինակը բերում, ամուսինս ինձ դավաճանում է, բայց փաստացի ոչ մի գործողություն տեղի չի ունեցել։ Հենց այդպես է լինում է, տղամարդը ասում է, ինչ եմ արել։ Ինչ եմ արել։ Լայքել եմ։ Ընդհանրապես նկարներ եմ լայքել, ինչ եմ արել։ Հա, ինչ կա։ Բայց կնոջ համար դա իսկապես տառապանք է, հա, որ ասենք հանկարծ բացահայտվել, որ իր ամուսինը աչ ու ձախ բոլորի նկարները լայքում է։ Իրականում դա ինչ որ կերպ կարծես թե տղամարդկանց համար լավ արդարացում է, դե ինչ կա դրա մեջ, չեմ արել, բայց միևնույն ժամանակ փաստ կա, չկա փաստ։ Կինը ինտուիտիվ մակարդակով հասկանում է, որ դա լայքել ասված է, միայն ինչ որ բան, կոճակ սեղմելու արգասիկ չէ, այլ դրա հետևում շատ բաներ կան։ Այո, որտեղ քիչ առաջ երբ որ մենք խոսում էինք, որ անձը երբ որ նկար է տեղադրում, ինքը սպասում է արձագանքի, չէ։ Շատ հաճախ մի լուսանկար մենք դնում ենք, սպասելով ոչ թե օրինակ այն 250 հոգու, այլ կոնկրետ մեկի արձագանքին։ Եվ եթե այդ անձը այդ նկարը դրել եւ սպասում է արձագանքին եւ դու պարզ մի հատ լայքել ես, դա իր համար արձագանք է։
Այնուհանդերձ դա կոնտակտ է իրար հետ։ Իհարկե։ Ինչքան էլ հերքվի, Այո, ինչքան էլ հերքվի։ Բայց այստեղ ընտանիքի ներսում որպես ընտանիքի հոգեբան ասեմ, շատ լուրջ պայքարներ ա գնում, հա։ Տղամարդը ասում է՝ դու խախտում ես իմ անձնական սահմանը, ինչ կա դրա մեջ, մտնում ես նայում ես, ես ում եմ լայքում, ինչ եմ անում, այսպես ժամերով իրան կարան վիճեն։ Իսկ ինը հասկանում ես, որ ինքը իր իրավունքներից է խոսում, նորմալ է, որ կնոջը դուրս չգա, որ իր ամուսինը օրինակ օրը մի անգամ իր կողքի դեղատան աշխատողը նկար է գցում, ինքը մի հատ լայքում է, ինչ կա դրա մեջ, բայց միևնույն ժամանակ, այսինքն դու որպես կին կարող ես մտածել ինչու է իմ ամուսինը հավատարմորեն լայքում իր աշխատավայրի կողքի դեղատան աղջիկա նկարը։ Ինչ է մտածում այդ աղջիկը տեսնելով, որ այսինչ աղջիկա ամուսինը հավատարմորեն լայքում է իր նկարը։ Շատ հետաքրքիր ներընտանեկան հարցեր են եւ որպես ընտանիքի հոգեբան համալսարանը մեզ չի սովորեցրել այս ամենի մասին, որտեղ երբ որ ես սովորում էի համալսարան, այս թեմաները չկային։ Համացանցի զարգացման հետ նորանոր ինչ-որ եւ մենք ինքնակազմակերպում ենք, այսպես արդեն թերապևտիկ դաշտում, դրա համար շատ հաճախ որպես հոգեբան որոշ բաներ ես երբ որ խոսում, չեմ խոսում գրքերից, չեմ խոսում իմ կրթության մակարդակում ակադեմիկ, խոսում եմ իմ թերապևտիկ փորձառությունից, որտեղ փորձառաբար դու հասկանում ես, որ դավաճանության ֆորմատը վաղուց փոխվել է։ Այո։ Հետաքրքիր է, ծիծաղալու է, անհանգստանալու է, ինչ որ մեկի համար նույնիսկ լացելի։ Այո, իսկապես։ Այնպես որ եկեք փաստենք յուրաքանչյուր սրտի բութով փոխարինելու process-ը կարելի է դիտվել որպես հարաբերությունների սառեցում կամ չգիտեմ, ցանկացած բան, որ կարող է պրիմիտիվ թվալ համացանցում, վերաբերմունքի փոփոխություն ենք ընկալում մենք եւ դա ազդում է մեզ վրա։ Այո, եւ այս կոնտեքստում Լիզա մի կարեւոր բան ասեմ, որ երբեմն երբ որ անձը գտնվում է շատ տագնապային հոգեվիճակում, իր կոմենտարիաները, անգամ տագնապային չէ, ինչ որ հուզական հոգեվիճակում, հա, անգամ սիրառատ հոգեվիճակում է գտնվում, իր լեզուն համացանցի փոխվում է։ Ինչու ենք մենք երբեմն տեսնում, որ նույն պատերազմային իրավիճակներում, երկրի անկանոն իրավիճակում մեր համացանցի լեզուն կարող է դառնալ շատ կտրուկ, շատ թունավոր, եւ լեզուն արդեն դառնում է ոչ թե հաղորդակցության միջոց, այլ ցավացնելու, ծակելու, հա, ես վատ եմ, դու էլ վատ եղիր։ Այսինքն մենք միշտ պետք է գիտակցենք ամեն անձ ինքն իր համար պատասխանատվություն վերցնի, որ համացանցում ինչ որ ես անում եմ, դա որոշակի ազդեցություն է ունենում ինչ որ մեկի կյանքում։ Դա կլինի իմ փոքրիկ լայքը, դա կլինի, հավանելը, դա կլինի իմ փոքրիկ մեկնաբանությունը, դա անգամ կլինի իմ լայքի հետ հավանելու անտեսումը, որտեղ երբեմն մտերիմ քո անձը, ընկերը ինչ որ վիդեո է դրել, տեսահոլովակ է դրել, եւ ինքը կարող է ասել, գիտես, օտարները արձագանքեցին, բայց իմ մտերիմ մարդիկ չարձագանքեցին։ Իմ կյանքում այդպես եղել է։ Երբ որ ես նոր էի կայանում որպես բլոգեր, ես ուղղակի ապշում էի։ Ես իմ առաջին քայլերն էի անում այդ դաշտում, կարող էի դնել տեսահոլովակ եւ հույս ունեի, որ դե գոնե իմ մտերիմները կարձագանքեն, այո, եւ ես կստանամ այդ աջակցությունը եւ քիչ-քիչ վեր կբարձրանամ։ Եվ հետո ես հասկանում եմ, որ ինձ շատ մոտ կանգնած մտերիմ մարդիկ ընդհանրապես չեն արձագանքում։ Եվ սա շատ տարածված է, նույն երգչուհիները կարող են ասել, ասում են իմ երգերը հավանում են օտարները, իմ մտերիմ մարդիկ չեն արձագանքում։ Եվ այստեղից հետևություն, որ նույնիսկ այդ հավանում-չհավանումների միջոցով մենք ճանաչում ենք մեր ընդհանուր շրջանակը, եւ կարող ենք ցավացնել իրար շատ, եւ կարող ենք բարձրացնել իրար շատ։ Ես որ տեսնում եմ ինչ որ մեկը իմ ընկերուհիներից, իմ այցելուներից, բարեկամներից մի գործ է արել, հեչ կապ չունի ես ինչպես եմ այդ աշխատանքը գնահատում, դա իր լավագույնն է, չէ՞, անձը կիսվել է, անպայման ես հավանում եմ։ Դնում եմ այդ կոճակը, որովհետև գիտակցությունը կա, որ դրանով դու աջակցում ես ու դրական ես փոխանցում մարդուն։ Բարձրացնում ես, մարդուն ուրախացնում ես եւ այսինքն ուշադիր լինենք, մենք պատասխանատվություն վերցնենք, որտեվ դա էլ է արձագանք։ Այո, վստահաբար հիմա իսկապես ձևաչափը փոխվել է շփումների ու յուրաքանչյուրս մեր կատարած համացանցային գործողության յուրաքանչյուր փոփոխությամբ պետք է վստահ լինենք, որ
որևէ մեկին կամ չենք վնասի մտերիմներից կամ ընդհակառակը չենք ողջևորի ոչ արժանի մարդկանց։ Այո, անշուշտ մյուս կողմն էլ կա։ Հիմա ունկնդիրները կարող են ասել, ես ամեն իմ նայածը չեմ հավանելու, որովհետև չեմ ուզում իմ ընտրության, հավանած չհավանած իմ ծավալած գործունեության մասին իմաց տամ, հա, իմ շուրջը եղող անձանց կամ դա օրինակ ես շատ ազդեցության շրջանակ ունեցող մեկն եմ, չեմ ուզում ազդեմ իմ ընտրության որոշների վրա։ Իրենք էլ իրենց տեսանկյունը անշուշտ ունեն, բայց իմ ասած այն է, որ մենք գիտակից լինենք, որ մենք դրանով կարող ենք ցավացնել, կարող ենք բարձրացնել, կարող ենք անգամ առանձին անձին նամակ գրել, հա, որ ես տեսա աշխատանքդ, ես ողջունում եմ, ես քաջալերում եմ, ես ուրախ եմ քո ձեռքբերումների համար, այսինքն հոգ տանենք իրար համար սոցցանցերի մակարդակում նաև։ Այո, ինչու ոչ։ Ինձ մոտ մի հարց եւս առաջացավ անհատական շփումների, ավելի ճիշտ կին տղամարդ շփումների մասով։ Նախկին ժամանակաշրջանում կանայք շատ հաճախ էր լինում, որ միայնությունից միայն ազատվելու համար կարող էին ամուսնանալ եւ դա ձգտում էին անել երիտասարդ տարիքում։ Այս ժամանակահատվածում կանայք շատ ինքնաբավ են դարձել, տղամարդիկ ինչու ոչ եւս նրանք ինքնաբավ են, շատ կայացած են, դրան գումարվում է նաև համացանցում անսահմանափակ շփվելու հնարավորությունը եւ մարդը հայտնվում է մի զոնայում, որ միայնությունը կարող է դառնալ նաև շատ ձգտելի, նաև շատ գնահատելի եւ կոմֆորտ զոնա, այսպես ասած։ Արդյունքում ինչ է ստացվում, այս երկու գործոնների կայացված լինելու եւ համացանցին դեռնած հնարավորությունների գործոնը միմյանց գումարվում են եւ դրթում են, որ մարդը ընտրի միայնությունը արդյոք, այսինքն, չգիտեմ, համատեղ կյանքի չգնալու որոշման գալուն կարող է դրթել այս իրավիճակը։ Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնց համար միայնակությունը դա շատ հարմարավետ վայր է, իրենք միայնակության մեջ իրենց շատ կայուն, խորը ու ապահով են զգում, իսկ կան մարդիկ, որոնց համար միայնակությունը դա դեպրեսիվության, իրենց սոցիալական վախերի, տագնապների, վատ բացասական փորձառության հետևանք է։ Հետևաբար նորից պետք չէ ընդհանրացնել, նայած թե ով ինչ խնդիր է լուծում իր միայնակության մեջ, եթե անձը միայնակության մեջ է ցավից ելնելով անշուշտ սա մտահոգիչ է, բայց եթե անձը միայնակության մեջ է, որտեղ այդտեղ իրեն իր հետ շատ լավ է, սուպեր, բրավո, թող մնա այնտեղ։ Հիմա արդյոք ընձեռված հնարավորությունը համացանցի կարող է անձին տանել նրան, որ ինքը խուսափի համատեղ կյանք ստեղծելուց, երևի ամուսնությունը նկատի ունի, հա, հիմնականում դա։ Նու ամուսնություն ասվածը նայած ձևաչափով կարող է ուղղակի իրար հետ մի քանի տարի ապրելու տարբերակը դիտարկի մարդը կամ ամուսնանալ։ Կարծում եմ եւ այո եւ ոչ, ինչու ոչ, որովհետեւ միևնույն է անձը ունի բազային պահանջմունքներ եւ այդ բազային պահանջմունքները նա երկար չի կարող ինքնախապեյությամբ պարպել համացանցում ժամանակ վատնելով, հա, այդ պահանջմունքները իրական մակարդակում աղաղակում են եւ գոռում են, որ իրենց դու բավարարես, իրենց ականջ տաս, իրենց լսես, նկատես, բայց ինչ որ ժամանակաշրջան համացանցը, սոցիալական ցանցերը կարող են շեղել մարդու ուշադրությունը։ Հիմա թե նայած ով ինչքան երկար կարող է շեղված մնալ։ Այո, ինչ որ մեկը կարող է երկար ու ձիգ տարիներ շեղել իրեն տարբեր բաներով, պարտադիր չի դա համացանցը լինի։ Կարող է իրեն շեղել աշխատանքով, կարող է իրեն շեղել կամավորությամբ, կարող է իրեն շեղել ճամփորդություններով, եկեղեցական որոշակի գործունեությամբ շեղել, քաղաքականությամբ շեղել, ամեն ինչով կարող է շեղել, եթե մարդը ցանկանում է շեղվել, դրա համար կգտնի զբաղմունք։ Տենց մի նկար կա, շատ եմ սիրում, ցույց է տալիս, որ մի աղջիկ սարերն է փոշեկուլանում եւ դա կգրված է պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն հոգեբանի մոտ չգնամ։ Այսինքն, եթե մարդը ցանկանում է իր ուշադրությունը կոնկրետ բուն գործողությունից շեղելու առիթներ շատ կգտնի, վերադառնալով համացանցին, համացանցը հրաշալի միջավայր է շեղվելու համար եւ մարդը, ինչպես արդեն նշել եմ, կարող է այդտեղ կորցնել շատ ժամանակ, վատնել իր կյանքի լավագույն ժամանակը եւ հետո հասկանալ, որ հիմա էլ ես եմ ուզում ամուսնանամ, արդեն կարծես իմ հասակակիցները բոլորը տեղավորվել են, տնավորվել են, ամեն ինչ լավ է, բայց նորից երկար չես կարող ինքդ քեզ խաբել, գոնե քո ֆիզիկական մարմինը աղաղակում է։ Ես հույս ունեմ, որ այդ աղաղակելը կդրթի մեզ հեռախոսները ժամանակ առ ժամանակ իսկապես անջատել դնել մի կողմ եւ նույնիսկ գոնե հանգստի մակարդակով, եթե արձակուրդ ենք վերցնում,
ձգտենք ոչ թե համացանցի համար սպառվող product ստեղծել, այսինքն ֆոտո անել, գցել, այլ ուղղակի վայելել են բնապատկերը, որտեղ մենք հայտնվել ենք։ Այո, ճիշտ եք։ Եվս մի հարց, կցանկանայի իմանալ որ տարիքի մարդիկ են ավելի պատրաստ միայնությանը եւ որ տարիքում մի տեսակ ավելի իրենք կարող են կուլ գնալ միայնությանը եւ անշուշտ շատ ինդիվիդուալ է նորից անձնային գծերը, հա, կան մարդիկ կան, որ ի սկզբանե իրենք սիրում են այդ ինքնամփոփությունը, միայնակությունը, մեկուսացվածությունը, բայց եթե փորձեմ բունձեր հարցին պատասխանել, տարիքի հետ մենք շատ ավելի ինտրովերտ ենք դառնում։ Տարիքի հետ մենք սկսում ենք մեզ հետ մեզ լավ զգալ, որովհետև տարիքի հետ մեր ինքնաճանաչության մակարդակը բարձրանում է եւ արդեն մենք մեր հետ հաշտ ենք լինում։ Սովորաբար եթե խոսեն մարդիկ, մենք հարցեր ուղենք եւ լսենք նրանց, մենք կտեսնենք, որ նրանք ասում են՝ «Առաջ ես ինքն էի սիրում հյուր գնալ, հյուր ընդունել, ընկերուհիներիս հետ, ոյ, հիմա ոնց հավես չունեմ, անգամ ընկերուհիներիս հետ դուրս գալու հավես չունեմ»։ Տարիքի հետ ժողովրդական լեզվով ասած նստում ենք։ Եվ այդ նստելու ճանապարհին մենք կարծես ընտրում ենք շատ փոքր խումբ։ Եվ հետո այդ փոքր խմբից էլ ենք ընտրում մի քանի հոգի, մեկ հոգի, հետո մենք մեզ։ Այդպես, այսինքն ավելի մեծահասակ տարեց մարդիկ, ավելի հաշտ են, կարծես, ավելի հաշտ են միայնակության հետ, իհարկե նորից պետք չէ ընդհանրացնել, որտեղ կան մարդիկ, որ այդ տարիքի միայնակության հետ շատ լուրջ տագնապներ ունեն։ Եվ այսօր իրենք դեռ այդ իրենց կյանքի մայրամուտին չեն մոտեցել, բայց ինչ որ բաներ են անում, որ հանկարծ այդ փուլում միայնակ չլինեն։ Այսինքն նայած ամեն անց շատ տարբեր է։ Մի հատ ժողովրդական խոսք կար, չէ՞, ամուսնացի երեխա ունեցի, որ երբ մեծանաս, մի բաժակ ջուր տվող ունենաս, այսինքն մեր հայերի մոտ այդ ընկալումը կար, որ միայնությունից ազատվելու տարբերակներից մեկն է երեխա ունենալը։ Այո։ Եվ երևի թե տագնապները այդտեղից են եկել։ Այո, բայց մեր օրերում հասկացան, որ երեխաները ունեցան, երեխաները գնացին արտերկիր, երեխաները գնացին իրենց կյանքով ապրելու, փաստորեն իրենք սխալ հաշվարկ էին արել։ Դրա համար ես կարծում եմ, որ ամեն անձ, եթե փորձեմ ամփոփել եւ ուղղել իմ խոսքը ինչ կարող է անել անձը, որ այս խնդրին չբախվի, ամեն անձ պետք է փորձի իր ներսում փնտրել իր ռեսուրսները երջանիկ լինելու, պետք է փորձի գտնել իրական կյանքում երջանկության աղբյուրներ, որովհետև վիրտուալ աշխարհում մենք չենք կարող գտնել այն, ինչի կարիքը իրականում մեր հոգեկանը ունի։ Մենք պարզապես իլյուզիա ենք ստեղծելու ընկերության, հարաբերությունների, երջանիկ կյանքի, բայց դա fake է։ Փորձենք վերադառնալ մեր կյանք, իրականություն, մեր շուրջը նայենք եւ փորձենք հասկանալ ինչ ունենք մենք իրականում, որից կարող ենք անկեղծ ժպտալ եւ երջանիկ լինել։ Շատ հաճելի նոտա էր, սա իսկական վերջաբանի նոտա էր։ Ես բայց ակնկալում եմ, որ մենք այլ թեմաներ եւս շարունակելու ենք զրուցել մեր տաղավարում, կսպասեմ մեր հաջորդ հարցազրույցին։ Շնորհակալ եմ ձեզ եւս։ Սիրելի հետևորդներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Եթե դեռևս չեք բաժանորդագրվել մեզ, բաժանորդագրվեք եւ հետևեք մեր հաղորդաշարերին։ Իսկ եթե մեր զրույցի վերաբերյալ ունեք որոշակի դիտարկումներ, կարող եք մեր տեսանյութի ներքո մեկնաբանություն գրել։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։